վերջին 4 տարիներին բազմաթիվ քաղաքացիներ խոշտանգվել են բողոքի ցույցերի ժամանակ, անհնազանդության ակցիաների ժամանակ եւ սրանց այս դեպքերից շատերը ձայնագրվել է մինչեւ հիմա YouTube-ում կան տեսանյութերը այդ ամեն ինչի, բայց տեսնում եք, որ գործեր չեն հարուցվում կամ ձևական այսպես հարուցվում են քրեական գործեր, խոշտանգման հատկանիշներով եւ այդ գործերը ոչ մի ընթաց չեն ունենում։ Ես կուզեի ձեր ամփոփիչ ելույթում սրան ավելի մանրամասն անդրադառնալ, օրինակ, քանի ոստիկան է ենթարկվել պատասխանատվության կամ թեկուզ մեղադրանք առաջադրվել, հեռացվել համակարգից քաղաքացուն խոշտանգելու համար։ Ինձ գոնե նման բան ծանոթ չէ։ Հիմա ես լսելով այս ձեր արդարացումները զուգահեռ չեմ կարող իմ գործը չի հիշել, որովհետև իմ դեպքում կա եւ ներկայացել եմ, եւ հաղորդումը տրվել է, եւ հարցաքննությունն ա եղել, եւ կա դատաբժշկի եզրակացությունը վնասվածքները հաստատող։ Ամեն ինչ կա, բոլոր գործողություններն արվել վերջացրել են, առերես հարցաքննությունները, ամեն ինչ։ Դեպք տեղի անցել 23 թվականի սեպտեմբերի 22-ին, ինչքան ժամանակ անցել, տարի ու կես կամ ավել, ոչինչ չկա, ոստիկանները շարունակում են աշխատել ու այդպես, կարծես այդպես էլ պետք է լինի։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպն ազեկույցում նշել այդ դեպքը, անվանական, կոնկրետ մեքենայի մեջ տեղի ունեցածի մասով, բայց այստեղ քննչական մարմինները քննիչը չեն տեսնում այդ ամեն ինչը։ Հասկանում եք, սրանք հարցեր են առաջացնում։ Սրանք լուրջ հարցեր են առաջացնում եւ այստեղ երբ որ մենք բարձրաձայնում ենք երկակի ստանդարտների մասին, սա օթից չի, սա մենք հստակ տեսնում ենք այս ամեն ինչը։